Այս րոպեներին արդեն երթը ավարտված է, ես նշեմ, որ երթը հետևեց Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, մեր ձևով շարժումը հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում, որը շարունակվեց հետո արդեն երթով, մինչ ելույթներին անդրադառնալը ես նշեմ, որ երթի մասնակիցները եկան դեպի ազգային անվտանգության ծառայության շենք, մոտ 10 րոպե արդեն երթը ավարտված է, իսկ շենքի մոտ նրանք մի քանի հիմնական պահանջ էին հնչեցնում, որոնցից գլխավորը Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջն էր, իսկ Սամվել Կարապետյանը արդեն 4 ամիս է կալանքի տակ է եւ թե երթի ընթացքում, թե ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հենց այս պահանջով էին հանդես գալիս երթի մասնակիցները ազատ արձակել Սամվել Կարապետյանին եւ նաեւ կալանավորված հոգեվորականներին։ Պայքար, 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 մենք պայքարով ժողովուրդ ենք, մենք հայ ենք ու չենք հատուժել ունոմապահված վերսերգություններին, ազատություն, Սամվել Կարապետյանին, ազատություն, Բացի Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջից այստեղ հավաքված երթի նախաձեռնողները, հավաքի նախաձեռնողները նաև խոսում էին, ինչպես իրենք էին ձևակերպում իշխանությունների եկեղեցու նկատմամբ իրականացրած ճնշումներից, պնդում էին, որ կանգնելու են եկեղեցու կողքին, աջակցելու են հոգևորականներին իշխանությունների գործողությունների այս ֆոնին, այս պայմաններում, իսկ մինչ այստեղ ազգային անվտանգության ծառայության շենք հասնելը Ազատության հրապարակում հանրահավաքը տևեց մոտ 1 ժամ։ Ելույթ ունեցողները մեր շարժումը այս նախաձեռնության անդամներն էին, մասնավորապես Նարեկ Կարապետյանը, փաստաբան Արամ Վարդևանյանը, որը նաև Կարապետյանի պաշտպանությունն է իրականացնում, եւ մյուս անդամները։ Նրանք կրկին խոսեցին 2026-ի ընտրություններին իրենց մասնակցությունից եւ հայտարարեցին, որ իշխանությունից հեռացնելու են վարչապետ Փաշինյանին եւ նրա թիմին, ամեն դեպքում Նարեկ Կարապետյանը համոզված էր, որ իրենց դա հաջողվելու է եւ հաջողվելու է դա անել հենց խորհրդարանական հերթական ընտրությունների միջոցով, թե ինչ տարբերակով եւ ինչ մեթոդներով առաջարկում եմ լսել Կարապետյանի մեկնաբանությունները այդ հարցի վերաբերյալ։ Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք եւ աշխատենք եւ գնանք դեպի ընտրություններ։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Շատերը կասեն, Նարեկ ջան, ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա մարդկանց տիպողաբար տանելու է ընտրելու, ես կարող եմ ասել այդ ժամանակ, հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց տիպողաբար ընտրած 10,000, 20,000 այդ մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։ Իսկ ինչ պետք է բոլորս անենք դրա համար, ամեն մեկս, ովքեր այստեղ են, գիտեմ, որ շատ մարդիկ իրենց գործը թողել, եկել են այստեղ, որպեսզի հարցերի պատասխան լսեն։ Կարևոր հարցերի պատասխան։ Լավ, ինչ անենք, որպեսզի այդ օրը մեկ օր շուտ գա։ Ինչ ես դու առաջարկում, շատ շարժումներ են ունեցել։ Մեր հայրենիքում շատ շարժումներ են եղել, որոնց ինչ պատճառներով չեն հաջողվել։ Ինչն է ձեր առաջարկը։ Իմ առաջարկը մի բանն է։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, տասնյակ հազար Հայաստանի քաղաքացիներ։ Բոլորս եւ ամեն մեկս, եթե աշխատենք ակտիվ եւ խոսենք մեր շրջապատի հետ, բոլորի հետ պետք է մեր շրջապատում խոսել, բոլորին պատմել ճշմարտությունը,
Համբերատար հարևանների, բարեկամների բոլորի հետ խնդրում եմ, սա է ճիշտ ճանապարհը, խոսեք, պատմեք, բացեք այդ մարդկանց աչքերը, որովհետև այն ինչ մենք գիտենք, հնարավոր է այդ մարդիկ չգիտեն, եթե ամեն մեկը այստեղի գտնվող տասնյակ հազար մարդկանցից 3 հոգու կարողանա այնպես անի, որ նրանց աչքերը բացվեն, որ նրանք ճիշտ քաղաքացիական դիրքորոշում ունենան, ես վստահեցնում եմ, մի քանի ամիս հետո մեր հասարակությունում իրավիճակը կատարյալ փոփոխված է լինելու եւ այս իշխանությունը շանս չունի մնալու։ Շողիկ, սա փաստորեն դասական ընտրական հայտ է, բայց արդյոք միաժամանակ խոսվում է նաև իշխանափոխության այլ սցենարների մասին, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ եւ այլն, ինչ են ասում հետագա պլանների մասին։ Կարլեն, կարող ենք ասել, որ ոչ հիմնական շեշտը դրված էր ընտրական պրոցեսով իշխանությունը փոխելու մասին էր հիմնականում խոսվում եւ դա պատկերացնում էին իրենք ընտրությունների միջոցով ամեն դեպքում Նարեկ Կարապետյանը համոզված էր, որ դա հնարավոր է անել հենց ընտրությունների միջոցով, այլ սցենարներ այստեղ այսօր չքննարկվեցին, այլ սցենարների մասին հայտարարություններ չեղան, կարծես թե այս շարժումը պատրաստվում է հենց ընտրություններին եւ ինչպես իրենք են հայտարարել, առաջիկայում նաեւ իրենց քաղաքական ուժը կստեղծեն, ընտրական պրոցեսի հետ կապված եւ մասնակցության եւ այլ հարցերի հետ կապված այլ մանրամասներ այսօր հնչած ելույթներում չեղան, Նարեկ Կարապետյանը նաեւ հրաժարվեց հարցերի պատասխանել, մենք փորձեցինք ամեն դեպքում 1-2 հարց ուղղել իրեն, բայց ասաց, որ այսօր ճեպազրույց չի նախատեսել, որևէ հարցի չպատասխանեց, իսկ առաջիկա քայլերի հետ կապված մոտակա օրերին, ինչպես այստեղ ազգային անվտանգության ծառայության մոտ հայտարարեցին, պատրաստվում են իրականացնել ուխտագնացություն դեպի Էջմիածին, հստակ օր եւ ժամ չասացին, ասացին այդ մասին լրացուցիչ կխոսեն, իսկ այդ նախաձեռնությունը, ինչպես իրենք բնութագրեցին, միտված է եկեղեցու պաշտպանությանը, որպեսզի ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ իշխանությունների հետ այս առճակատման այս պայմաններում իրենք այդ բնորոշումն էին տալիս եւ մնացածի հետ կապված ասացին, որ իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն մարդկանց արդեն իրենց հարթակներով, այսքանը Կարլեն։